Ողջույն սիրելիներս, բարի գալուստ իմ ալիք իմ զարդերի աշխարհ, դուք կրկին իմ հյուրն եք, ես ձեզ կներկայացնեմ իմ նոր վերջերս ստացած զարդերը, բոլորը ունիկալ, անթերի, անկրկնելի զարդեր են, իսկ մինչ այդ ողջույններս եմ հղում բոլորիդ, պատրաստվեք տեսնելու հետաքրքիրը եւ լսելու հետաքրքիր պատմություն Hollywood Hollycraft ընկերության, որի մասին ես ձեզ խոստացել եմ, որ պետք է պատմեմ այդ ընկերության մասին։ Դե անցնենք գործի, նայենք, տեսնենք ինչ ունենք, չունենք այսօր մենք այստեղ սիրելիներ։ Առաջինը ներկայացնեմ ձեզ այս գեղեցիկ մարգարտե վզնոցը 3 շարքից։ Փականը, ինչպես տեսնում եք, վինտաժային, գեղեցիկ։ Շատ հոյակապ մարգարիտներ են, արհեստական։ Մենք մեր ուշադրությունը կդարձնենք հենց այս փաստի վրա, որտեղ 3 շարքից մարգարիտներ են նշված, իմիտացիոն մարգարիտներ, տեսեք, չի նշված հուլունքներ, այլ մարգարիտների իմիտացիա, ապակուց։ Այ դա փաստ է, որ գոյություն ունեն ինչպես բնական, նույնպես էլ արհեստական մարգարիտներ, վառ օրինակն է այս գեղեցիկ կոլեն։ Եթե ձայնը լսեք, կզգաք, որ ապակուց է։ Դրա համար սա չի կարող համարվել հուլունքներ։ Հուլունքները այլ կառուցվածք ունեն եւ այլ գույներ։ Տեսեք փականը 11 ցիրկոններից, ինչպես նշված է սերտիֆիկատում։ Գույնն էլ շատ գեղեցիկ, նուրբ վարդագույնին խփող երանգ է, հարգելիներս։ Այս մյուս մարգարիտը արդեն բնական է։ Ինչ ենք տեսնում, որ արկա են տարբեր գույնի մարգարիտներ, այս վզնոցի վրա վարդագույն, բորդոյի երանգի, կաթնագույն, մոխրագույն, սև, ամեն գույնի երանգի մարգարիտ կա այս վզնոցի վրա։ Հիմա տեղադրեմ մանիկենի վրա ու նայենք։ Եթե ուշադրություն դարձնենք, տարբերությունը արկա է, չէ, արհեստական մարգարիտների եւ բնականները ունեն ավելի շատ եզրագծեր։ Բնությունը իրենց այդպեսին է կերտել։ Կան իհարկե շատ թանկարժեք մարգարիտներ, որոնք ունեն ահա այս տեսքը, լրիվ հարթ, բայց դրանք շատ հազվադեպ են հանդիպում եւ շատ թանկարժեք են։ Հիմա անցնենք մյուս զարդին, հարգելիներս, ոչ պակաս գեղեցիկ ու հետաքրքիր։ Այս գեղեցիկ թևնոցն եմ ուզում ձեզ ներկայացնել, այն բրենդային է, պատկանում է Ֆլորենսիա բրենդին։ Ահա մարկիրովկան տեսնում եք փականի վրա Ֆլորենսիա։ Ֆլորենսիան շատ հայտնի ընկերություն է։ Հիմա նայենք աշխատանքը, հետո ես մի փոքր կպատմեմ ձեզ այս ընկերության մասին։ Սա ներսի հատվածն է թևնոց։ Տեսեք ինչ 3D, 3 չէ, կարելի է ասել 4D աշխատանք, նմանատիպ թևնոցներ այժմ անգամ չեն անում ոսկերչական ընկերությունները եւ նմանատիպ աշխատանք կարելի է ասել անգամ հիմա ոսկյա զարդերի վրա չի հանդիպում։ Ինչով է հայտնի Ֆլորենսիան։ Ֆլորենսիան հայտնի է իր թանկարժեք մետաղներով, նա իր մետաղները պատվիրել է տարբեր երկրներից, քարերը, հուլունքները տարբեր հայտնի ընկերություններից աշխարհի բոլոր ծայրերում եւ աշխարհամասերում գտնվող, անգամ նրա համար թողարկել են հատուկ նմուշներ քարերի եւ թանկարժեք քարերի իմիտացիաների, օգտագործել է բացառապես թանկարժեք մետաղներ, անգամ նրա զարդերում օգտագործվել են ոսկու խառնուրդով ծուլակտորներ, որոնք տրամադրել են իրեն ոսկերչական ընկերությունները։ Ֆլորենսիա անվանումը ստացել է իր այդ ոսկերիչի կնոջ անունն է Ֆլորենսիա եւ հետագայում նրա գործունեությանը միացավ նաեւ իր որդին եւ այդպես էլ թողեց այս բրենդի անվանումը իր մայրիկի անունով կոչեց Ֆլորենսիա։ Այս բրենդը ունեցել է ընդամենը 30 տարի ժամանակաշրջան աշխատանքային գործունեության, այսինքն 1950-ից 1980 թվականը ընկած ժամանակաշրջանը 1980 թվականին տեղի ունեցած ավտոֆթարից հետո այս բրենդը կասեցրեց իր գործունեությունը եւ այլևս մենք չունենք նմանատիպ հրաշալի զարդեր արտադրող ընկերություն,
Շատ հայտնի է այս ընկերությունը եւ կոլեկցիոներների նեղ շրջանակներում են նրանց թողարկած զարդերը եւ ըստ մասնագետների, ըստ նրանց կարծիքի, այս զարդերի գնաճը դեռևս վինտաժային շուկայում կբարձրանա, ավելի ցանկալի են թևնոցները եւ կոմպլեկտները։ Ուրեմն այս գեղեցիկ կախազարդը իր վզնոցով հանդերձ պատկանում է Հոլիվուդ ընկերությանը, այն ինքը նույն Հոլիվուդ, Հոլիգրաֆտ, մեր հայրենակցին է պատկանում այս ընկերությունը պատկանել է մեր հայրենակցին, այստեղ Հոլիվուդ մարկիրովկան տեսնում եք, նաև ինքը նույն Հոլիգրաֆտ։ Այս ընկերությունից ունեմ եւս մեկ կտոր զարդ, շատ դժվար է հայթայթել այս ընկերության զարդերը, որովհետև ոսկերչական աշխատանքներ են, ես ցույց եմ տվել ձեզ, սա իմ առաջի բրոշն էր, ես անյութի ժամանակ ասացի, որ հուսամ վերջինը չէ, եւ ի զարմանս ինձ ես ունեցա նաեւ երկրորդը, ահա այս հիասքանչ վզնոցը։ Հիմա որ պատմեմ այս ընկերության մասին, դուք կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Հոլիգրաֆտը նույնպես օգտագործել է բնական քարեր, կիսաթանկարժեք եւ թանկարժեք իր իզդելյաների վրա։ Հիմա նայեք խաղը, փայլը։ Շատ հպարտ եմ ես այս իմ երկու ձեռքբերումներով, սա իրոք իմ հպարտությունն է։ Նախ հայրենակցիս արտադրությունն է, երկրորդն էլ եզակի նմուշներ են, որոնք արդեն վինտաժային շուկայում հնարավոր չի ձեռք բերել։ Դե ինչ, մի փոքր կպատմեմ ես ձեզ այս ընկերության մասին, ում որ հետաքրքիր է շարունակեք լսել եւ մնալ ինձ հետ մինչեւ վերջ։ Հոլիվուդ, Հոլիգրաֆտ այս ընկերությունը հիմնադրվել է 1938 թվականին Նյու Յորքում հայ էմիգրանտ Ջոզեֆ Չորբաջյանի կողմից։ Նախնական անվանումը Հոլիվուդ Ջևերլի մանուֆակտուրան վերանվանվեց Հոլիգրաֆտ։ Ընկերությունը իր փառքի վերելքը ապրեց 50-ից 60-ականներին, 1878-ից 79-ին այս ընկերությունը վաճառվեց, բայց մինչ 1980-ականները հիմնադիրը զբաղվել է իր ոսկերչությամբ։ Նրա զարդերը ցանկացել են բոլոր հոլիվուդյան աստղերը, էլիտան եւ առհասարակ բոլոր կանայք։ Ջոզեֆը աշխատել է մի շարք ֆիլմերի համար ստեղծելով դերասանների համար զարդեր, ոչ միայն հագուստներին համապատասխան, այլ նաև տվյալ ժամանակաշրջանին բնորոշ մոտիվներով ու նրբություններով։ Առավել հայտնի ֆիլմերը, որտեղ գործածվել են Ջոզեֆի ստեղծած զարդերը, Քամուց քշվածները, Կասաբլանկան, Կլեոպատրան, Տիֆինիի նախաճաշը։ Նշեմ, որ դերակատարության ժամանակ դերասաններն ուղղակի սիրահարվում էին այս զարդերի վրա եւ նկարահանումների ավարտից հետո չէին ուզում բաժանվել այս զարդերից։ Ուստի խնդրում էին Ջոզեֆին, որ պատրաստի իրենց համար իրենց անձնական տարբերակը, ճիշտ ու ճիշտ նույն զարդի։ Ահա ինչպես սկսվեց այս ամենը։ Հոլիվուդյան հայտնի դիզայներ Ուոլթեր Պլանկետը հրավիրեց Ջոզեֆին Չեյնի արկածները ֆիլմի պրեմիերային։ Ջոզեֆը համարձակորեն սկսում է քննադատել այդ դիզայների ստեղծած կերպարներին, ասելով, որ ամեն մանրունքի, զգեստների ցանկացած դետալի վրա աշխատանք է տքնաջանորեն կատարված եւ տվյալ տարազները համապատասխանում են տվյալ էպոխային, բայց զարդերը ամենևին, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում ոչ հագուստին, ոչ տվյալ ժամանակաշրջանին, եւ նույն զարդերը դերասանները փոխանցում էին միմյանց տարբեր սյուժետներում նկարահանվելով միևնույն զարդերով, զարդերը չէին փոփոխվում։ Եվ նա զարմանքից ասաց, ինչպես կարելի է ուշադրություն չդարձնել զարդերի վրա։ Նրան չէ ինչ նետեց հագուստի դիզայները ասելով, եթե դու այդքան խելացի ես, վերցրու ու ինքդ արա, ուրիշ ոչ ոք դա չի կարող անել։ Ջոզեֆը ընդունեց մարտահրավերը։ Նախքան սկսելը նա ուսումնասիրություն կատարեց, իսկական գիտական հետազոտություն, սիրելիներս։ Օգտվելով այդ ժամանակներին հասանելի բոլոր ֆոտոներից, հանրագիտարաններից, գրքերից, ամսագրերից, նկարներից, պատմական գրքերից, Ջոզեֆը իր առջև դրել էր գերխնդիր՝ ստանալ տվյալ ժամանակաշրջանի ոգին իր զարդերում, ճիշտ այն ժամանակաշրջանի, որի շուրջ տեղի են ունենում ֆիլմի գործողությունները։ Իսկապես նա ստացավ այն, ինչ որ ուզում էր, ֆիլմի շուրջ ծավալվող գործունեություններին բնորոշ, ճիշտ եւ ճիշտ այդ ժամանակներին հատուկ զարդեր, որոնք նա պատեց ռուսական ոսկով, այսպես ասած հանգած ոսկով, որոնք ունեին հնաոճ ոսկու տեսք, եւ կադրում լույսերի
ազդեցության ներքո փայլուն ճառագայթներ չէին արձակում։ Այսպիսով Ջոզեֆը ստացավ այն, ինչ ուզում էր։ Իսկ ֆիլմից հետո դերասանները այդ ունիկալ զարդերի կոպիաներն էին ուզում իրենց իսկ համար։ Ժոսեֆի զարդերը այժմ էլ մեծ պահանջարկ ունեն կոլեկցիոներների կողմից ողջ աշխարհում։ Հայ ոսկերիչի համբավը ժամանակներ ու տարածություն չի ճանաչում։ Փաստորեն, ոսկերչական տաղանդը մեր գենետիկայում կա, իսկապես դա այդպես է, սիրելիներ, երբ ես տեսնում եմ մեր հայ ոսկերիչների կատարած աշխատանքները, ձեռագործ աշխատանքների մասին է խոսքը, ոսկերիչների եւ արծաթագործերի, ես հիանում եմ։ Աշխարհում ոչ մի այլտեղ նման ունիկալ զարդեր, թանկարժեք զարդեր հնարավոր չի ձեռագործ աշխատանքներ գտնել։ Հնարավոր է, ասենք, թանկարժեք քարեր, ադամանտ, զմրուխտ, ռուբին, որոնք ունեն մեծ կարատներ, մեծ արժողության զարդեր գտնել ամենտեղ, բայց մեր ոսկերչական տաղանդը չկա աշխարհում ոչ մի տեղ։ Երբ որ գալիս ես վերնիսաժ, բաց երկնքի տակ տեսնում ես այդքան տաղանդավոր ոսկերիչների, արծաթագործերի, ուղղակի զարմանում ես։ Բոլորը մեկտեղ հավաքված ոնց կարելի է այսքան տաղանդավոր մարդիկ այսքան շքեղություն ունենալով հանդերձ հայտնի չլինել աշխարհում։ Բայց Ջոզեֆը նա իրականում հայտնվեց ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին եւ հին հոլիվուդյան զարդերը, հին ֆիլմերի մեծամասամբ նրա ձեռքի գործերն են, նա ուներ մեծ ճանաչում, մեծ փառք, նրան էին պատվիրում բոլոր էլիտայի ներկայացուցիչները իրենց զարդերը եւ անգամ նա չէր էլ հասցնում դրանք կատարածել, բայց բոլոր պատվերները ի վերջո նա կյանքի կոչեց։ Ահա այսպիսի հետաքրքիր պատմություն էր Holycraft Hollywood ընկերության պատմությունը, սիրելիներ, որ ես ձեզ ներկայացրեցի։ Ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ մինչև վերջ համբերությամբ լսեցիք եւ իմացաք այս ընկերության պատմության մասին, այս հրաշագեղ զարդերը, որոնք ստեղծվել են Holycraft ընկերությունում, իրոք արժեն այդ գինը, որի դիմաց վճարում են կոլեկցիոներները, որոնք կարելի է ասել ձեռքից ձեռք են խլում այդ ունիկալ զարդերը, քանի որ դրանք միշտ չէ որ արկա են լինելու եւ մատչելի, առհասարակ հիմա եւ այդ մատչելի չեն բոլորին։ Եվ ես որոշեցի կիսվել իմ ուրախությունով ձեր հետ, ձեռք բերելով եւս մեկ զարդ Hollywood ընկերության կողմից, եւ հույսամ սա նույնպես վերջինը չէ։ Սիրելիներ, կհանդիպենք շատ շուտով, մնացեք ինձ հետ։ Մինչև վերջ։ Նրանք, ովքեր նոր են միացել իմ ալիքին, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը ու լայքեք։ Կհանդիպենք շատ շուտով, ցտեսություն, à très vite, au revoir։